Չէ, դեռ չեմ ստացել։ Բայց եթե 10 անգամ էլ ավելի ստանային, քեզ էլի բաց չէի թողի։ Դու միակ մարդն ես այս քաղաքում, որ մտածում ես, թե իվրից կարես փող տանես։ Դու ինչի մասին էիր մտածում, երբ մտքովդ տես բան անցավ, արա։ Քո մեջ տես հզոր տղա էի տեսել, հա։ Այնքան հզոր, որ կարասից կծես։ Չէ։ Եթե չէ, ինչի ես այդ բան արել։ Փող էր պետք։ Փող էր պետք, ուրիշի զախոտ անեիր։ Ինչի ընտրությունը դին վրա կանգ առավ, արա։ Չգիտեի, որ չես մարսելու, այդ պար։ Արդեղի թողտողետ, կնիկ երեխա ունեմ։ Կնգատ երեխեքիտ մասին ավելի շուտ պիտի մտածեիր, ոչ թե հիմա։ Դու մեր օրենքները գիտես, տատու։ Ես քեզ մենակ մի դեպքում բաց կթողեմ։ Երբ ինչ-որ բարի քերի բերի ու քո տեղապակաս 200,000 մոծնի։ Պլյուս իմ բարեական վնասը փոխհատուցի։ Բայց քանի որ այս քաղաքում տենց մարդ չկա, որ սիրտը քո համար գցավա, համարի, որ ես հիմա դիրակի հետ եմ խոսում։ Երեմ խնդրում եմ։ Արդեն ուշ է, Փաթուլ։ Ես ու դու մի աշխարհում ենք գտնվում, որտեղ բարեհոգությունն ու ներողամտությունը որպես թուլություն է դիտվում։ Դու կարծում ես, որ ես ուզում եմ այդ բանը անել։ Չէ, Փաթուլ։ Բայց ես քեզ չեմ կարող ներել։ Նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում։ Երեմ ես այդ փողերը կփակեմ քեզ։ Որտեղից։ Դու այնտեղ սաղ կծախեմ կփակեմ, մի բան էլ ավել։ Դու ոչ մի բան չես ծախի։ Դու ընդամենը կփակվես, երբ ես քեզ բաց թողեմ։ Բայց ես քեզ 2 ժամ ժամանակ կտամ լուրերով ես։ Զանգից տեղնդեղ տես ինչ ես անում։ Եթե 2 ժաման պետք փողը հասցրին ինձ, ես քեզ չեմ սպառի։ Երեմ ես 2 ժամում այդքան փող չեմ կարող հավաքեմ։ Այդ արդեն քո պրոբլեմն է, Փաթուլ։ Դա։ Մենակա։ Լավ, գալիս։ Սրա բերներն ազատեք ու հեռախոս տվեք, թողեք զանգեր անի։ Բայց կստիպեք էլ բարձրախոսով խոսել, որ դուք էլ ամեն ինչ լսեք։ Մի հատ ավելի բան խոսած տեղում ջարդեք։ Բարի օր, Արամ։ Բարի օր, Ժիլո։ Հսկել։ Ու բակ խվես։ Չէ, վառած եմ։ Գլխի չես անում, թե ինչի համար եմ եկել։ Չէ, Ժիլո, ինչ-որ բան է եղել։ Թաթումը կեզ հետ է բվել պարտկը։ Են $200,000 մասին է խոսքը, որ քեզանից է վերցրել։ Ես Թաթուլի հետ ագավոր կողմ եմ, որ այդ թեմայի մասին երրորդ մարդ պիտի չիմանա։ Ինչի մասին, որ փողը վերցրել է, թե հետ է տվել։ Ինչի համար եմ ես հարցրել, Ջիրո, եթե լուրջ թեմա կա, ուզի հասա։ Արամ, մենք եսօր քո այդ պրոբլեմ չունենք, բայց կարան պրոբլեմն էլ առաջանան, եթե հանդարտ պարզվեց, որ դու 5% կապ ունես նրա հետ, որ Թաթուլը մերվրից փող է տարել։ Ոնց։ Թաթուլը ձեր վրից փող է տարել, այն 200,000-ը,
որ քեզ փառվել է, այդ մեր փողն է։ Ուշ։ Ինքը քեզ ասել է, թե որտեղից է փողը։ Չի ասել, բայց երբ ես իրան հարցրի, ասեց, որ այդ իմ պրոբլեմը չի։ Մարդը փողը բերել հետ էր փակվում, ու չեմ ուզում, որ ես իրան ավելորդ հարցեր տայի։ Ես այդ թեմայում չկամ ջիրո, չնայած ես Երեմի հետ չունեմ, բայց ինքը հարգված մարդ է այս քաղաքում։ Ես այդ խաղի կանոնները լավ գիտեմ։ Հիմա դու գիտես, թե Թաթուլը որտեղից այդ փողը բերել։ Ինչ քայլի ես պատրաստ, որ այս հարցը արտաձևով լուծենք։ Եթե նկատի ունես այն, որ ես այդ փողերը հետ տամ, ես այդ բանը չեմ անի։ Թաթուլը պարտք էր, որ պարտքը բերը պարվել է։ Շատ վատ է, որ ինքը այդ պարտքի համար այսքան հեռու է գնացել, բայց այդ իմ թեման չի ջիրո։ Դու ամենից շատ ճիշտ ես ասում, բայց հարցը մյուս կողմն կա։ Դու կարաս քայլ անես, որը կգնահատվի մեր կողմից։ Կներեք ջիրո, բայց այսօր ես ամենակիչը Երեմի գնահատանքի կարիք ունեմ։ Ախպերս նշանը այսօր չկա։ Ու այդ ամենի մեջ Երեմը իրա դերն ունի։ Այսպրի ձավկա ես անում արամ։ Չեմ անում, բայց քանի որ խոսքը ախպերս մասին է գնում, ես սաղ կյանքս չեմ կարող մոռանալ դրա մասին։ Ու կարող է հանկարծ մի օր էքսպրոս անես դրա համար Երեմից։ Ջիրո, ես այսօրով եմ ապրում, ու ապագայի մասին գուշակություններ չեմ անում։ Իսկ եթե հանգարց, Թաթուլը քո անունը տվեց արամ, ասեց, որ դու կուրսի ես եղել այդ ամեն ինչից, այդ ժամանակ ինչ ես անելու։ Այդ ժամանակ ջիրո, կստացվի իմ խոսքը Թաթուլի խոսքի դեմ, ու արդեն որ մարդիկ որոշեն իմ խոսքին հավատան։